Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր շուտ եմ արթնացել, որոշել եմ մամայի հետ կոֆե խմեմ, կոֆենը ես եմ դնում։ Դու ես երկու օր բինգո ես բռնում, հա, որ ես շուտ եմ հելնում, դու բախտդ բերում ակա։ Սա կտենանք իմ կոֆենը համովրնելու թե կանը։ Ես կոֆե չեմ դնում, հա, այսօր կոֆե դնելը, միշտ առավոտ ես եմ արթնանում կոֆե դնում, այսօր Աշոտն ա որոշել դնի, նստենք մի հատ հավեսին կոֆե խմենք, բայց ոնց որ դու թունդ ես դնում մի քիչ։ Լավ է։ Շտող պապի ես տալի ինձ այսօր։ Բա, դու քաղցր չես ուտում։ Ես տես ճոխ կոֆե չէի խմել, սիրելի հետևորդներ, չնայած արդեն գիտեք, ես քաղցր չեմ սիրում, ես էլ բացեմ, ես այսքան, հա, եսի մի քիչ դառնա այս կանաչ ալպենգոլդը, կարող եմ մի կտոր վերցնեմ, սրանով կոֆե խմեմ, դառը շոկոլադներ սիրում եմ, քաղցր չեմ սիրում, դա տենում եք օրը կիրակի է, բայց դե էլի ես շուտ եմ արթնանում, չեմ սիրում քնել, ավելի շուտ էինք արթնացել, մի քիչ Աշոտի հետ զրուցեցինք, դե սիզդենից, չէ, էլ ինչից Աշոտ, այն մեծերի այդպես ասած լիս ու մութ աշխարհներից Հովհաննես Թումանյանի ասած ամբերանները, սրանք երեք, այս չարազը քիչեր երեք, այս գետնանուշն է, ֆստուշկան է բովեցի, չեք ուտում, ահագին պահել եմ, որ տանենք ցանենք, մի տարի ցանել եմ։ Ինչ, էդրանից, հա, հենց արևելա վեթում ենք հողամոս։ Այսօր դրա համար ես թուրը թվանք առավոտ շուտ, ով քնած է, աղթում կացեք։ Հա, ինչ է, այսօր ես կամ ամեն օրվա քոպես տրիվոկ դնեմ։ Հա, ամեն օր ես եմ հանում, այն օրվա այն վլոգը կարճ շորտ, որ նկարել էին, բոլորին արթնացնում եմ, հելեք, ուշացան, գործերս մնաց, առավոտ շուտ, որ մարդ արթնանում է, թարմ է լինում, թարմ։ Իսկ որ քնած ուշ երկար, այսօր կոֆե եմ եկել, նստում եմ և իրար չեմ գալի տղաս։ Ես վախում չայևոյ ուզեմ։ Չայևոյ չէ։ 50,000 դրամ։ Բախտավարի ինձ։ Չէ։ Խի չէ։ Չայևոյ չեն ուզում, թողում են։ Հա, ուզեմ դու թողնես։ Ունենց ես նայում երջանիկ ուրախ, մտածում ես ասեմ համովա, հա, ընտիր կոֆե ես դրի ապրես։ Շատ համովա, թռչունների հետ, դու ծիտիկների հետ արթնացել ես, բար լուսախարը, ոնց կարաս անգամ կոֆե դնես։ Էսի կյանքս մեջ երկրորդ դեպքն է։ Դե թող ես անակնկալները շարունակվեն։ Վաղն է, որ գնամ գործի, հել դիր։ Ո՞ր գործի ես։ Դզե, քնից ես հանող չիլնի։ Հա, ինչի։ Երեմա ռոբոտ պիտի առնեմ, որ ես տունը չիլեմ, ռոբոտը գա ձեզ քնից անի։ Լիլիթն էլ էր արդուն։ Չի քնանի։ Ինչի։ Ահա։ Աշկերը ուղրել է։ Երևում է ես պիտի ժամը 11-ից ինտերնետն անջատեմ։ Հա, մի պակ գժվել է, ներվայացել է իր։ Իշ անջատում էի, չէ, ոչ ոք չէր գալի միացնում։ Ինչքան բարի եմ, այնքան էլ ջղայն եմ, հա, սիրելի հետևորդներ, որ ջղայնանում եմ, բարկանում եմ, բոլորը պիտի ստրոգի լինեն։ Հիմա նորից նույն պահերն է գալի, ոնց տեսնում եմ կամ հեռախոսները պիտի հավաքեմ, կամ ինտերնետը անջատեմ։ Դու որ տարբերակն ես նախընտրում։ Ես տնից գնալը։ Ուր գնաս, տնից ուր պիտի գնաս։
Լույսը բացվեց, մտածենք այսօր ինչ չեփենք, աստված։ Հա, բայ։ Միսը մերեք խաշը, սոուս սարքեմ, կամ բորշ, որն ես նախընտրում։ Սոուս։ Բորշը ինչ ուտելու բանը, որ ես ուտեմ։ Կարտոշկան սող ծլելա։ Այդքան չենք ցանի հողամասը։ Մենք պիտի շուտ փորենք մինչև վարելը։ Ինչ անենք, այդ հանք փորենք։ Շուտ ահլը։ Ինչ պատրաստի։ Թանք։ Հա։ Քեզ ինձ ներվայնացնա վեկալ փորի։ Ես որ բար ջղայնանում եմ, հիշում ես անցած տարի էր, որ Ես անցած տարի ստե չեմ եղել։ նախանցածն է։ Նախանցածն է ստե չեմ եղել։ Բա որն էր որ ջղայնած չեկար փորիլ, ես փորի մարագարակ։ Աստեղ էիր, 23 թվի գարուններ։ Հա։ Ինչ որ ուզում եմ նկարեմ քեզ փորելուց չէիր թողում։ Ասում թող ես կփորեմ, ջղայնացա մարագ փորի։ Ես ինչ ամով կոֆե էր դրա այդ խմանք խոսալով մտածում ասում եմ այսով խոմավ կոֆես։ Yes։ Ինչ ասեմ, դե գնացին քնելու։ Ինչ քնել է, լավ, պրծա քնելը։ Հիմա մտածում ես ինչ անես։ Ասի էլի քնեմ։ Քնել չկա հիմա։ Ես ճաշմաշ եփեմ, հելել են գործ, մորց։ Այսօր եղանակ տեսնես լավ կլինի։ Արդեն լավ է։ Ամպ չկա։ Այսում մարալն եկավ։ Դրա սրա աշկեր են այ։ Մորը մի հատ մամային պաչի։ Բայց ես սիրել եմ Շուտ, մեզնից շուտ էր արթնացել։ Աշկերը թիա ուռը։ Եվ սիրելի հետևորդներ, առավոտ շուտ ես իմ գործին։ Հեսա արդեն նախաճաշի ժամը կլինի եւ ես մտածեցի, որ թեյի հետ ինչ ուտեն, թեյը ինչով խմեն։ Փանքեկ եմ պատրաստում, դա երեխաներն էլ ծիրանի ջեմով այտենց թեյ խմեն։ Փանքեքն էլ արագ, հեշտ, իսկական որ նախաճաշ։ Ձու եմ կոտրել, 1 բաժակ շաքարավազ, իհարկե կոֆեի բաժակով, մի փոքր վանիլ, արագ։ Որ Լիլիթն էլ է սիրում շատ։ Փանքեկ անում, որ չայով, ջեմով կսեն խմեն, մերին հեսա կլինի։ Կաթա։ Կաթ։ Կովերն եմ կթել։ Հա։ Կովերն եմ կթել։ Առավոտ շուտ գնացի կովը կթի եկա։ Այստեղ էլ 1 բաժակ կաթա։ Կաթը լցնեմ։ Այսի սենց սիրելի հետևորդներ։ Կաթն էլ լցրեցի, 4 ճաշի գթալով բուսայուղ, դել ու սոդա, ինքան հավեսին բան ալինում է, որ ես արագ կուտենք, ես թեյի գթալ էլ սոդա, հալյուրն է բերեմ, հրաշք։ Առավոտ շուտ նախաճաշի հարցը լուծեմ։ Հետևորդներ մի միտ ծակեց իմ գլխում։ Կարելի է այս խմորը թույլ է լցնել այս շշի մեջ, նոր լվացի, ջերմուկի շիշա մաքուր ու այս կափարիչն էլ հեսա մի բանով հալեմ, անցկանեմ, սեղմեմ, սիրուն լցվի, հել գթալով չվերցնենք, տենց բանով լցնենք, մի հատ անջատեմ դա, մտածենք ինչով ծակենք, ահա մի բանով հեսա, ասնենք ոնց ենք իրագործելու։
Լավ էլ անցք եղա։ Ահա, անցք եմ արել։ Տենց ծորացնեմ։ Добро не приведет. Ինչ։ Добро не приведет. Հա։ Հա։ Փորձում եմ էլի, չգիտեմ։ Սա մի քիչ լից, մամա, չէ։ Դու ասեցիր բարիք չի բերի, ոնց որ։ Հիմա փորձում ենք հələ, միացնենք, տեսնենք։ Как я злотну? Как я сама? Սպասի։ Մի արա, հələ տեսնենք շշով ինչ։ Բայց վատա, կես մնացել մնում է։ Չի մնա, շուր կտանք կգա, տեսնենք էլի։ Մամայիդ գաղափարը տենանք իրագործենք, տակ, հա։ Հա։ Ու բերեմ մոտիկից։ Դու ես նկարում։ Նկարում ես բան։ Ոյ, նա ինչ լավ է։ Ասում ես, կանի, դու էլ կարաս պահես։ Որում։ Բայց հեռավորությունները լավ չարեցիր։ Ничего страшного, живем. Մի բան արա, լավ։ Շատ լավ եղավ։ Կարելի է խմորը լրիվ լցնել։ Ինչ հավեսին, այն որ 10 երեխու ձեռքը երեխան էլ կարող է լցնել։ Շատ լավ է։ Հիմա մի հատ անջատեմ ամբողջը լցնեմ ու անցնեմ իմ գործի։ Ահա եւ լավ լայֆհակ։ Բա, մի հատ էլ այսպես իրար ենք տալիս, ասեք, որ լավ է։ Կամացանենք ու լցնենք։ Բերեմ մոտիկից տեսեք։ Է որ մարդու գործ հեշտացնող։ Նայեք։ Կլորակ, ակուրատնի, ոչ թափվում է, ոչ էլ են։ Ասեք, որ ընտիր միտք էր։ Ընտիր միտք սա էր։ Օպլա, շատ լավն է, շատ։ Հեշտ։ Կափարիճը չեմ գցում, այս շիշը կգցեմ, կափարիճը կլվամ, կպահեմ, որ ամեն անգամ չծակեմ։ Իչքան հեշտ եղավ, որ Լիլիթն է կարա լցնի շշի մեջ, ինչա բերել նուտելան, կգսի, սիրուն կուտի։ Չել է դրա վրա մնացած։ Եվ նախաճաշի հարցը լուծեցի, սարքեցի, հիմա ճաշի հարցը լուծեմ, որովհետև այսօր լավ տաքոր է, միգուցե ողամաս գնանք, աշխատանքներ կատարենք, հիմա այս սոխերը մի քանի հատ տանը կար, հիմնականը նկուղում է, տունը տաք է, տեսեք ծլել է։ Սոխառածը եղավ, պահածոյացված լոլիկ եմ լցնում։ Կարմիր պղպեղ։ Սոուս եմ պատրաստում տավարի մսով։ Ջրալի համեղ հավեսին ճա։ Դա թող լինի, ես արդեն այստեղ կարտոֆիլները լվացել, մաքրել եմ։ Այս ճաշին էլ վերմիշել, բրինձ, ոչ մի բան չենք ավելացնում։ Միայն կարտոֆիլ, միս, լցնեմ ճաշի մեջ։
ու մսի արգանակը հեսա կքամեմ։ Աղեմ լցնում և թող չորացրած ծռեհան եմ գցում։ Սիրելի հետևորդներ, ճաշը էփվեց, շատ լավ եղել է, անջատում եմ տեղը տեղին, հավեսին, եմ որ իր այդ ջուրը մի քիչ թանձր, սննդի հարցը կարգավորեցի, բայց դե երեկոյան անպայման էլի ինչ-որ մի բան կսարքեմ, մեզ բարյախորժակ, ձեզ էլ բարյախորժակ, ինչ էլ ստեղծեք ուտեք, հալալներս լինի։ Սիրելի հետևորդներ, սա ինչ է, ով կարող է ասել, իհարկե ոմանք իմանան, ոմանք էլ ոչ, հիմա լցնեմ այստեղ, ինչու եմ լցնում այստեղ, որովհետև որ ավելի տենց մոտիկից տեսնեն, ահա, սա մայրամա խոտն է, ասեմ, որ ինքը քաղցր է, դառը չի, քաղցր տեսակինն է սա ու շատ բուժիչ խոտ է, ստամոքսի ցավի, այն որ ես ինքս իմ վրա փորձել եմ և այն ոնց են ասում 100% կարող եմ ասել, որ անմիջապես օգնում է 5-ից 10 րոպեվա ընթացքում, նույնիսկ ես խմել եմ, հավատացեք, որ 5 րոպե հետո իմ ստամոքսի ցավը, որ ուժգին ցավացել է, անցել է ու շատ մարդկանց եմ տվել, այն օրը տեսակ Ամալյան էլ եկավ մեր տուն, տվեցի, ինքն էլ խմեց ու շատ գոհ էր։ Հիմա ասեմ, որ այս բույսը, սիրելի հետևորդներ, գարուն, ամառ, աշուն, ձմեռ միշտ մշտադալար է, հա, տեսեք նոր եմ քաղել, բայց ինքը ուզում եմ պոկել, որ մի հատ այսպես պոկեմ, որ դուք տեսնեք, տեսեք ինքը կանաչ է, չոր չի, դժվարությամբ է պոկվում կանաչ, ձմռանն էլ ինքը աճում է։ Ես այսօր հողամասից գալուց որոշեցի, որ այս մայրամախոտերից մի քիչ հավաքեմ, հավաքում եմ ու մաքուր եմ նախ քաղել, բացի այդ էլ ես հատ-հատ այսպես պետք է վերցնեմ, դնեմ, նայեմ դե դաշտի բույսա, կարող է հետը տենց խոտի, չորացած խոտի կտորներ էլ լինի, մաքրում եմ, ինչու եմ սենց հատ-հատ մաքրում, սա ես իմ առաջի քայլերն եմ անում, իհարկե հիմա տենց էլի եմ վաճառել, բայց սա իմ առաջին քայլերն եմ անում, այն գեղեցիկ փաթեթավորմամբ, որ լինի, ես հատ առ հատ մաքրում եմ, հիմա ես սա լվանալու եմ, սիրուն տենց փռեմ կտորի վրա, մաքուր կտորի վրա չորանա ու շուտով իմ հետ փաթեթավորման տոպրակները ինձ կհասնեն և ես կփաթեթավորեմ ու կվաճառեմ, այնպես որ վաճառքն էլ կարող եմ պոչտայով առաքում անել և ասեմ, որ ամեն մարդու տանն էլ ինքը հարկավոր է, որ լինի, հակացուցումներ չունի, թույլատրվում է նաև երեխաներին էլ, երեխայի ստամոքսը փորը ցավում է, մի բաժակի մեջ, մոտավորապես մի բաժակ ջրի մեջ կարող եք այսպես 4 սահատիկ գցել ու եռացնել, թրման եղանակն էլ է լավ, բայց եռացրած են, որ եռվում է գույնը ամբողջովին տալիս է, նույնիսկ կարող եք թողել մի քիչ ինքը գոլանա, մաքրում եմ ու խոսում եմ, մի քիչ գոլանա, նոր իրեն խմեք, տաք-տաք էլ կարող եք խմել, ովքեր տաք են սիրում, տաք-տաք էլ, նույնիսկ սառը վիճակում էլ ինքը շատ օգտակար է, շատ սիրելի հետևորդներ, այն որ
կարող եք վերցնել ու համոզվել, ովքեր ունեն աղիների խնդիրներ, տամոքսի ցավ, փորացավ, խորհուրդ կտամ, որ տանը ունենաք։ Ես փոքրիկ տոպրակներով սիրուն դիզայն կտամ, դե գիտեք, ձեռքի աշխատանքն էլ, այն որ ամենից սիրում եմ մաքուր լինի։ Դաշտ է, իհարկե, անձրև է եկել, փոշի է դրել, դերի միջից եմ հավաքել, այս ամենը պետք է լավ մշակվի։ Դեղերն էլ դե պատրաստում են, գիտեք, խոտաբույսերից, բայց քանի որ կա խոտաբույսը, խմեք, համոզվեք, նախաճաշանի ունենաք նման խնդիրներ, բայց դե տունը պետք է գալի։ Այնպես որ հիմա կտեսնեք ես ինչ ձև եմ սա մաքրում, մշակում, այս սա կլվանամ, պարտադիր լվանում եմ։ Ասեմ, որ լվանալուց ինքը իր այդ գույնը չի փոխում, չի սևանա, չի փոխելու հաստատ գույնը։ Ու փռելու եմ 4 աննա։ Զարմանալի է, չէ, որ ինքը ձմռանն էլ է աճում ու կանաչեր տեսակ, դաղցի, ուրցի նման չի, ինքը մշտադալար խոտաբույս է, մշտադալար։ Նույնիսկ ձյունը տանեք են կողմ, կարող եք տակից քաղել և օգտագործել, իր այդ հատկությունները չի կորցնում։ Ահա, այսքան էլի ինչա, իր այդ տերևների մնացորդներն է։ Դե սա ես հիմա լվանամ։ Սիրելի հետևորդներ, ես մի քանի անգամ լավ լվացի, չեմ սեղմել, որ չվնասվեն, այսպես լցնում եմ շորի վրա, որ ինքը քամվի։ Այսպես կմնա, առանձին տենց սիրուն կտորի վրա փռելու եմ, որ 4 աննա։ Դե որդույներ ունեմ, ովքեր հենց հետաքրքրվում էին մայրամախոտով, վստահ կարող եք գրել։ Նախաճաշ որպես փանքեք էի սարքել, բայց դե չկա, կերել են։ Հիմա ուրիշ բան սարքեմ և շաքարավազ։ Մեկ կոֆեի բաժակ շաքարավազ, վանելին, այս ամենը հարում եմ, սոդա ու այդ կոֆեի բաժակի մեջ մածուն։ Կոֆեի բաժակ մածուն լցրեցի սոդա, հիմա էլ մեկը առանց սոդա։ Մի կոֆեի բաժակ չէր լինի, կես կոֆեի բաժակ։ Այնքան որ ինքը գռնակվող խմոր լինի։ Որ սենց բան սարքել եմ փոքր ժամանակ, ինոր նամիտս ընգև, մանկությունս հիշել եմ, որ ինչքան սրանից կսարքեինք։ Ահա, մի հատ փափլիկ սիրուն գունդ եղավ, որը իհարկե պետք է գռնակեմ։ Մի 15 րոպե թող մնա նոր։ Սիրելի հետևորդներ, անցավ որոշ ժամանակ և այս գունդը մի քիչ հանգստացավ։ Այս խմորը 2 մասի է բաժանում, տեսեք ինչ լավն է, փափուկ։ Մակոսեք այն ազետ ինչ է սարքում, հետևեք ինձ, որ տեսնեք։ Եվ շրջանակներ, նայեք, աղջիկներ ջան, նայեք հետևորդներ ջան, այսպես շրջանակներ եմ անում։
Բարակ, նուրբ շրջանակներ։ Ինչու եմ բարակ գրտնակել, հեսա կտեսնեք։ Թխեցինք։ Այս 3 հատ վերցնում ենք, 3 հատ, դրեցինք իրար վրա, 3 հատ վերցրեցի, դրեցի իրար վրա, մատով այսպես սեղմում եմ մեջտեղից, հիմա մյուսը, 1, կարող ենք մի քիչ մեծը կտրել, 2, 3, մատով սեղմում ենք, կպավ, տեսեք, կտրվածք, վարդեր ենք սարքում, վարդեր բերեմ պարտեզից, պախջուր բերեմ, մեր տնից ջան, այս կացան արդեն վնասվել է, դրա համար սենց բաների համար եմ օգտագործելու, ծաղիկներ, ինձ սիրուն վարդիկներ, լավն է, չէ՞։ Սիրելի հետևորդներ, սա էլ իմ պատրաստած վարդեր է, իհարկե թխեցի, երեխաները եկան, վերցրին, կերան, ահա, այսքանը մնաց, այս էլ են կողքի ավելցած կտորները, որ էլ չարեցի, սենց փոշին լցրել եմ ու համեղ ինչ-որ մի բան ստացվեց, և մի հատ մեկը ես փորձեմ, երեխա ժամանակ շատ եմ պատրաստել, դիրեմ, վարդի թերթիկները իրարից բաժանեցի, սիրելի հետևորդներ, ձեզ ասեմ բարի գիշեր, լավ եղեք, ես էլ պատրաստվեմ վաղվա օրվան, սիրելի հետևորդներ, բարևներ, ողջույններ, ջերմ բարևներ, ոնց եք, ես էլ եմ լավ, գործից արդեն եկել եմ աշխատանքից ու ուզում եմ կարտոֆիլ տապակեմ, պատվեր, կարտոֆիլը մի հատ լվանա, ու մաքրենք, ինչ հաց ենք վերցել, Աշոտը գնաց են մեր սիրած կոֆեից, որ առնի, փակեր, հիմա ոնց ենք կոֆե խմելու Աշոտ ջան, ես էլ չգիտեմ, չէ, կարող է անկյուններ են կոֆեից լինի, լավ չի, դրանից է խմի, դա հետ էլ է լավը, պաչկայով, հիմա դու ժարիտ չես ուտելու, ջրիկ ճաշ, ջրալի ճաշ, այսի մերին ուզեց, Աշոտը մերին էլ ուզում եմ սարկել, 2 ժամ առաջ, ինչ ժարիտ, ու տենց է, գավտուն մաքրելով, հա, ինչ ես անում է, այս ճաշը տակվացավ, Աշոտ ջան, դու մեր հետ չես ճաշելու, դու անկախ պետություն ես, կարտոֆիլ եմ տապակում և այստեղ տեսեք, որ բանջարն է սա, ով կարող է ասել, իհարկե խնջլոզը, ես վերանայեցի, ստուգեցի իմ սարսափցիկը, քանի որ ամենաշուտը հենց խնջլոզն է դուրս գալիս բանջարներից, մի պակետ տենց մի տոպրակով մնացել էր, և հիմա էփում եմ, այնքան համով բանջարա, փափուկ, շատ համեղ բանջարա, փափուկ, այս սոխուկները, որ ամեն ինչ արժեն, սոխուկները, ինքը սոխի համ չունի, չմտածեք, որ սոխուկ է, ուրեմն սոխի համ է, յուրահատուկ համեղ բանջար է, տանում Աշ, հա, դու կարող է խնջլոզ ուտես, իրոք շատ համով է, կերել ես, խնջլոզ, Խնջլոզը որն է,
պրպոշ։ Մոտ, հա։ Խնջլոզը էսա։ Երկուսը իրար հետ կլինեն։ Ջրիկ ճաշը կերար չկշտացար։ Էսա էսի արագ եռած համարի որ էփածա, են էլ հեսա կլինի։ Խնջլոզին աղլցնեմ, այդքան բավական է։ Եվ ասեմ, ես ոչ մի բանջար, որ դնում եմ սառցախցիկ, աղ չեմ լցնում, այդ խաշելու ժամանակ։ Հիմա եմ լցնում։ Դա էլ հենց գաղտնիքն է, որ բանջարները կանաչ մնան։ Կարտոֆիլին աղ եմ լցնում, բանջարը քամեցի, ասա լավ արեցիր Նազո ջան։ Յուղը դնում եմ, թող հալվի, այսքան յուղը բոլոր, հլը մի բան է լավ է լավ։ Յուղը հալվեց, մի հատ Նազոն զույա կոտրում, կուճուրիկ ծվեր են, սենց խառնում են այս տեղում այսպես, տեղում շիլա շփոթ եմ անում, արագ խառնում եմ, որ բոլորի վրա էլ տարածվի։ Եվ հետո կթողեմ արդեն իր յուղով կտապակվի, հա, այդպես ասած։ Հիմա թողում եմ լավ տապակվի, որ ձվի համը չգա։ Ինչ, բանջար։ Հա։ Հա։ Ինչի։ Դե այն ապսները դիր մեջը։ Լիլիթ, եկեք, Աշոտ, եկեք։ Արիկ երեք, ես էլ եմ հոգնած, հավաքենք, տենանք ինչ ենք անում։ Անջարիտի հետ, իսկ կական։ Ուտելու եկ, դա ինչ ենք անելու։ Ուտենք, գարունը եկավ։ Բերում ենք, այսպես, մեկը մեկից համով, համեղությունը, մի կողմը բանջար, մի կողմը ժարիտ, տեղարեք, երեխանեց, և մեզ ասենք բարի ախորժակ, ձեզ էլի, հետևորդներ ջան։